տարի առաջ հայկական ֆուտբոլում գրվում էր պատմություն, որը սերունդների համար պետք է դառնար սեփական եսից առավելագույնը պահանջելու, ձգտելու, փոխելու, նոր բարձունքներ գրավելու օրինակ։ Երևանի Արարատ ֆուտբոլային ակումբը փոխում էր հայկական ֆուտբոլի ընթացքը, պատմության մեջ թողնելով ոսկե անուն ազգանուններ, որոնց թվում էր ամենահայ-ուկրաինացի, լեգենդար 7 համարի մարզաշապիկը կրող, ռեկորդային 392 խաղի, 32 խփած գոլերի հեղինակ Սերգեյ Բոնդարենկոն։ 52 տարի անց էլ Սերգեյ Բոնդարենկոն նույն եռանդուն կյանքով լեցուն լեգենդն է։ Այո, տարիները 77 տարի։ Պարզապես անցել են լեգենդի կողքով, բացի երջանկությունից, այլ որևէ հետք չթողնելով։ 7 համարը ինձ համար եղել է սիմվոլիկ, այն իմ հաջողության պատմության թվանշանն է։ Այսօր արդեն 3-7-երի կրողն եմ փաստորեն, ժպիտը դեմքին, ասում է լեգենդը։ Առաջին հոնորարով մայրիկից վերարկու գնեցի, որ այլևս չմրսի կարկատած վերարկուի տակից։ Այսպես սկսվեց մեր զրույցը կենդանի լեգենդի հետ։ Նախ դեպի առաջ բարև ձեզ, հարգելի հայ ժողովուրդ ջան։ Ես իմ կյանքում, ոնց որ ասած, ինչ ծնվել եմ, փոքր վաղտվանից, փոքր երեխա ժամանակվանից ես ֆուտբոլը սիրեցի։ Իմ կուռքն էր։ Ֆուտբոլը Հայաստանի վաղտ Արարատ, Սպարտակ, Երևան, Արարատ, Երևան, Սարգիս Հովիվյան, բան իմ կուռքերն են։ Ու կամքի տեղ եմ, մենք շատ աղքատ էինք ապրում, շատ դժվար էինք ապրում։ Բայր կար, որ մամաս լացում էր, որ կոշիկ չկար, որ ակնեինք, եթայինք դպրոց։ Ես մամային խոսք տվեցի, ասի մամ ջան, մի քանի տարի կանցնի, ես կհասնեմ մի բանը, ես քեզի մեքենայով ման կտամ քաղաքում։ Մամաս շատ խնդաց, ասում է, եթե դու չլեր, մենք շուտվանից երևի ես աշխարհից կեթայինք, բայց ոնց ես մեզի խնդասնում էլի։ Իրանք չէին հասկանում, որ ես իմ մեջ նպատակ է դրել, որ մամայիս այդ վիճակում էլ չտենամ։ Ու ես երազանքս կատարեցի, որ Արաքս Երևան սկսեցի աղալ, ես սաղ բաներն անցել եմ Հայաստանի ֆուտբոլի ինչքան կար փողոցային չհաշված, ստեղ 26 կոմիսարների շրջանից գնալով Չալիկյանի մոտ գնացի, այնտեղ Պերվիզ երրորդ սբորնի, երկրորդ սբորնի, առաջի սբորնին գնացինք Մինսկ։ Մինսկում հաջող խաղացինք, որ եկանք Հայաստան վերադարձանք։ Արաքս Երևան խումբ կար, B խումբ էր էդի։ Արաքս Երևանը, այդենք 447 գործարանի կողքի ստադիոնում է։ Մեզնից 6 հոգի միանգամից վեկալեցին այդ թիմը, մի 6-ը 4-ը 5 ամիս հաղալում արագ բանում, գոլերը խփան, բանը մի վաղ հարցակվող է աղում, անվախ է, որտեվ պապա չկա, բան չկա, իմ մասին ոչ մեկ հոգ ստանող չկար, ասինքս հետևից էլի, մեջք չունենալ տենց ասենք։ Ու ես ստացա գումար 160 ռուբլի գումար մեր տունը բերեցի մամային, դրեցի, սկզբից վզից մի քանի հատ խփին, գիտեն գողացել եմ էլի, ուտև ես երեխեն ինչ պետք է լինի, 18 տարեկան տղա է։ Բայց առաջից բանը մամային տարա խանութ, մի անգամից պալտո առա, որտեղ ինքը կուրտկով էր, եթե մրսում էր էլի։ Իմ երջանկության պայր շատ կար իմ կյանքում, որտեղ ես 0-ից սկսեցի կամաց մարդ դառնել, հետո Փառք Աստծո։ Այսինքն առաջին ձեր հոնորարով մայրիկին վերարկու եք գնել։ Այո։ Ու այդ հաղերի ժամանակ Ֆալյանը նկատել էր։ Արտյոմ Գրիգորիչ Ֆալյան կար, որ Արարատի գլխավոր մարզիչն էր, որը որ էլի Արարատին Գրոզնիում Կայրատին կրեցին ու բարձրագույն խումբ եկան։ Ու 66 թվականից ես արդեն Արարատի կազմում էի։ Կար ծանր պահեր, որ ասենք ես առաջի գոլը դրսում Ալմաթայում 1-0 տանում ենք, բայց այդ հաղը որ հաջող չաղայինք, Ֆալյանին կարող է թիմից հեռացնեին, էլի, որտեղ միջով է Թիլիզում 5-0 տարվել էին։ Խայտարակ բաներ են, վաղտ ազգային խնդիրները շատ բարդ էր դրված։ Հենց Ֆալյանն ասեց, կարճ էր ասում, Բոնդեր էլի, Բոնդարենկո որ ասեր, աղը կպրծեն, մի 4 րոպե մնում։ Ասես մտի, եթե գոլ չես խփի, թե մեզ էլի քու ճեկլաս էլի, ճեկլաս էր ասում ինքը։ Ռոնալդոն չեմ, Մեսին չեմ, ես մտնեմ 3 րոպե, բայց Աստված վերևը Դարբասապան տարավ աուտ խփեց գնդակը, մերոնք աուտը բերին, ընդից պատաշ տվին, գլխով քսվա։ Տվեց առաջի ստեղից բացումը, այդ առաջի գոլս էր, որ տեսա գնդակը սետքի մեջ են ուրախ են, պաշտպանել խփեց երեսից, պրոշներս մտավատամ մեջ, բայց տեսա Ֆալյանը այս կան, օդի մեջ թռած պարում էր։ Ճիշտ փոխեց ժամանակին փոխեց, ու իմ բանը սկսավ, ես անվախ էի, հետո դաշտում ուրիշ էի։
կյանքում լրիվ ուրիշ։ Ես բարի հասնող մարդ եմ, կամեցող մարդ եմ, ընկերությունս, մանկության ընկերներս միջով մի աղոթում եմ, որ իրանք կլեն կողքս էլի, ես այդպես մարդ եմ, կյանքում չեմ մոռանա, որ էսի անցել է, եսի մի ինչ-որ բաներ եմ ասի, գորոս պահի մնձի, չէ, շատ մեծ շրջապատ ունեմ, դե տենց ֆուտբոլով էլ արդեն բնական է, լավ մարզիչներ կան մեր բախտի վրա, Ֆալյանը վերցեց բացեզդից Զանազանյանին, Իշտոյան Լևոնին, Ղազարյան Կոլային, Արկադի Անդրեասյանին, Մեսոպյան Նորիկին, Ալոշային, դուք պատկերացնում եք, էդի Արժատի հիմնական կազմի 73 թվի տղաներն են, որ Ֆալյանը վերցեց ու Ֆանամարյով արդեն հիմնվավ այդ տղաների վրա ու կողքները լի շնորհալի տղաները սենց սկսեցին ավելանալ ու Գլեբովի ժամանակ մենք հասանք սովետական միության են հսկա պետության մեջ արծաթե մեդալակիր։ Մենք գիտենք էդի գագաթնակետը, որտեղ միջով է 10-12 տեղերն ենք զբաղացնում, էդի բան չէր էլի։ Բայց հետո եկավ Սվետլեշի, Սվիտոյ Չելավեկ, տենց են ասում էլի, ես իրան մտքում ես ասում էի պապա, որ պապա չունեի, Նիկիտա Պալես Սիմոնյան։ Պատկերացնում եք ոնց է սաղ իրար հետ համընկնում, հայկական թիմ, հայկական մարզիչ, մեկ էլ գրամի տարինք սովետական միության ֆուտբոլի 3 տարի Մոսկվայի չեմպիոն էինք, որտեվ Կիևը Ուկրաինայից է հանգիստ աճոք վեկալը, մենք ճգրտելով, բանանելով, կանֆետերով, բանով, կուբոկ եւ գավաթակիր մի տարվա մեջ, էդի ռեկորդների ռեկորդը, որտեվ հայ ֆուտբոլը Կավկազում ընդհանրապես Թիֆլիսի Նեֆչիի մեջ պայքարից Թիֆլիսը որևէ լավ հաղում էր Թիֆլիսը, չեմպիոն չէր դառնում, բայց 2-3 տեղերը միշտ ունեն։ Նեֆչին մի անգամ բրոնզե մեդալ էր վեկալել, մեկ էլ հայկական էս Պուճուր թիմը, քարտեզի վրա նայում ես Հայաստան չէ երևում այդ Պուճուր հոյակա ոսկի տղաները, որ անունները ասեմ, մի հատ ցավը տանեմ, էլի։ Իհարկե, սիրտս լրի բացվի։ Ալոշա Աբրամյան Դարբասապա, Եգոր Դարբասապան Նորիկ Դեմիրճյանն էր, որին մի շատ բան չկա, ես դաժե նկարների մեջ ես այնպես ռետուշ եմ արել, որ Դեմիրճյան Նորիկի նկարը այդ ավելի չեմպիոն թիմի մեջ կազմի մեջ լինի։ Սանասեր Գևորգյան, Մարտիրոսյան Սուրիկ աշխպաշտպաններն էին, Արմեն Սարգսյանը, Ալեքսանդր Կավալենկո, Նորայր Մեսրոպյան, Աշկոմի կիսապաշտպանը, 3 կիսապաշտպան են Հովհաննես Զանազանյան, թիմի ավակը, մեջտեղի կիսապաշտպանը ես էի, ձախ կիսապաշտպան Արկադի Անդրեասյանը, աջ հարձակվող մեր լեգենդա կուբոկ 2 գոլ խփած Լևոն Իշտոյանը, կենտրոնական արձակող Էդուարդ Մարկարևը, օբշի բամբարդիր էլի իր բանով, եւ ձախ կողմում այն ռակետների չափ արագ հոյակապ մի հատ անվախտ հոյակապ ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը։ Այս թիմի կողքում էլի են արդեն Նազար Պետրոսյանը, Սիրոժա Պողոսյանը, Արկադի Արությունյանը, մեկ էլ հոյակապ մարզիչներ Հովհաննես Աբրամյանը եւ Հարություն Քեյանը եւ Սաղիկյանը, թիմի ավակ պետը Սաղիկյանը։ Հիմի այս մեր ուրախությունը 50-ամյակ բան, որ մենք տոնեցինք, ստեղ չէ Հայաստանում չտոնեցինք, դա ես մի քիչ հետո կպատմեմ Մոսկվայում ոնց ստացավ Նիկիտա Պավլիչի հետ կապնված ու Արթուր Սողոմոնյանի ցավը տանեմ, խոնարհվում եմ այդ մարդու դեմը։ Այդ ձևի մարդ է, մեծ սիրտ, հայասեր, հոյակապ մարդ։ Ցավը ինչու՞մ է, որ չկան այդ տղաների 7 հոգին չկան արդեն։ Ալոշա Աբրամյանը չկա, Դեմիրճյան Նորիկը չկա, Աստծու մոտ են գնացել։ Սանասեր Գևորգյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ալեքսանդր Կավալենկոն, Հովհաննես Զանազանյանը, թիմի ավակը, Նիկոլայ Ղազարյանը վերջին էր, որ մահացավ 7-րդն էր։ Ցավը, որտեղ այդ տղաները, որ գիտեք ոնց է քաղաքում անես, հարազատ գիտեք ոնց է, մենք իրար հետ ավելի շատ ենք կամ տան հետ։ Որտեղ մի հատ դեպք էլ պատմեմ, որ ես մի տարի իշխում որ հաղերից եկանք Ալմատայից, հետո պտեթայինք Լենինգրադ, Ուկրաինա հաղերի, աղջիկս Մարինաս մոտից ավասես, պապ ջան, չմոռանաս վաղնցի դպրոց ես տանում։ Ես շատ ծանր բաներից եմ դուրս եկել, բայց այդ պահին լացեցի, արա երեխես 7 տարեկան է դպրոց պտեթա, ես նվիրյալ էինք մենք։ Մեր հիմար ֆուտբոլը ոչ թե ֆուտբոլն էր, այ ժողովուրդը, որ 70,000-ը դաշտում պարում էին, դա մեր միլիոններ, մեր ամեն ինչներ, միջով իմի հարգանքի մեջ փողոցով այդ մենք մոտիկանում են։ Պարոն Բանդարեկո, ինչ տվեց եւ ինչ վերցրեց ձեզանից այդ լեգենդար հաղթանակը։ Ինչ տվեց, բնական է,
ճանաչելիություն, հպարտություն, իսկ ինչ վերցրեց։ Սովորաբար ասում են, չէ, ամեն հաղթանակ ինչ որ բան նաև խլում է։ Հաղթանակը փաստորեն մեզից ոչ մի բան չխլեց, մեզի անմահացրեց։ Մենք դառնանք լեգենդ, որտեղ այտենց հաջողություն ունենալ է Փուչուր ռեսպուբլիկան, Փուչուր հայ ազգի համար, որը տարածված է աշխարհում, Արգենտինայից բանի զանգեն տա։ Բայց ես իմ կյանքի կոնկրետ վրա եմ վեկալում 66 թվականից մինչև 81 թիվը ես հիմնական կազմում մաղացել եմ 392 հաղ, 32 գոլ, չեմպիոնատ տեսեր։ Իսկ ընդհանուր այդ եվրո հաղերի կամ բաները ընկերական մեջնունարոդնի ընկերական հաղեր, ոչ թե փողոցի ընկերական։ Էդի 720 հաղ եմ հաղացել, 93 գոլ եմ խփել։ Հետի Մոսկվայի ֆեդերացիայի տվյալներն է, ես հզիչ չեմ հանում էդի, որտեղ ես շատ չէին գած, բայց զգացի ինչն է։ Բայց ֆուտբոլի հետ մեր մոտ կատարվող կոնկրետի մեջ այն ջայլ ամենա երան, որ վախտը որ պետք է կյանք ես մտնում 20 տարեկանից լավ մարդ ընդհանրապես չի ծերանում, բարի մարդը չի ծերանում։ Իմ համար օրենքներ կան։ Լև Լեշենկոն ես դպրոցի գնում երգում էր, հիմի արդեն 77 տարեկան եմ, Լև Լեշենկոն երգում է նույն մարդն է, որտեղ ինքը բարի է։ Նիկիտա Պավլոս-Սիմոնյանը 99 տարեկան է, բայց նույն ձևի մենակ դժվար է քայլում, մնացածը սաղ տեղն է։ Ու ասում եմ ֆուտբոլը տարավ այդի, որ ես այդ ժամանակ չէի կարող, ասենք երեխեքս ծնված այն երջանկություն, որ աղջիկա ծնվել, մենք երկու աղբեր էինք, էլ մի աղբերը սան այդ կորելը մեծ ցավ է սրտիս մեջ, կյանքի միջով մամայի մանալը, ես մամային խափում էի, որ ինքը սաղա բամում են տեսե, բան են տեսե, շատ ծանր բանել էր կյանքում։ Բայց երեխուս մի հատ տանի օպերայի լեչի մոտը ճկուտիկս բռներ ընտրուսիկա որերի մա բանդիկով այդ երջանկությունը չեմ կարացել, որտեվ մենք իրանք չունենք, մենք նավիրալ էինք։ Իրակ խոսքը մեծ խոսքով եմ ասում, նավիրալ տղեկ էին, այդ ոսկի տղեկ էին։ Պարոն Բանդարենկո, առհասարակ ասում են, որ ցանկացած հաջողակ տղամարդու թիկունքում խելացի, բանիմաց կին է։ Ձեր դեպքում կարծում եմ լավագույնս դրա վառ օրինակն է։ Խոսենք ձեր կնոջ հետ, Գեղեցկուհի տիկին Օֆելիայի հետ ձեր հանդիպման մասին եւ ինչպես այն դարձավ ճակատագրական։ Տեսեք, ես սկսում եմ հենց այդ լավ խոսքից, որ ասեմ։ Իմ համար Օֆելիան Գեղեցկուհի կինը, առաջինը։ Երկրորդը որպես մայր, որպես հայ կին, իմ տիկունքին այս ձևի պինդաղը, ես հաղերի հետ ինքը երեխեքին ոտեր կանեցնում, Միացյալ Նահանգներում հայ պահեց։ Այդ իմ համար ամենամեծ բանն է, օջախի մեջ էլի ոչ մի անգամ 52 տարի արդեն ամուսնացած ենք, միջով 2 տարի առաջ 50-ամյակը նշեցինք, որը քավորը Յուրա Ղարիբյանն էր եւ իր տիկինը Մարինան։ Տեր Բաբկենը Կոմիտասի եկեղեցում մեզի քավոր կայնան, որ նշեցինք մոտ բարեզատներով, մոտիկներով էլի։ 73 թվականի չեմպիոն տարին գավաթի տարին, որ սա ռեսպուբլիկան սենց ուրախության բանի մեջ էր, ես 25 տարեկան էի։ Նոյեմբերի 9-ին ես դառա 25 տարեկան։ Ու ես նոյեմբերի 17-ին ամուսնացա Օֆելիայի հետ։ Հիմի իշքան տոնական բան կար Արարատի 10-ամյակը, 20-ամյակը, էդի տենց մեր տոնները 3 տոն է, իմ ասենք 50-ամյակը Արարատի 50-ամյակը, մեր ամուսնության 50-ամյակն է, իմ 75 տարեկան է, 25 տարի մի անգամից ավելի։ Շատ լավ, շատ ճոխ Հայաստանում էլ, Ամերիկայում կատարվան այն բացի ես վերջի 50-ամյակից, որ չեմ անում ինչ բանով, ստեղ չկատարվավ փաստորեն։ Իսկ Արտուր Սողոմոնյանը, որ ասի ցավը տանեմ, խոնարհվում եմ այդ մեծ ցանդեմ, ինքը մեզի տարավ Մարգարովին, Մեսոպյան Նորիկին, Սիրոժա Պողոսյանին, ընձի եւ Արարատում հաղացած Ալբերտ Սարգսյանը, Արմեն Սարգսյանի եղբայրը, մեկը Սամվել Պետրոսյանը։ Մեզի տարավ Նիկիտա Պավլոչը 97 տարեկան էր։ Մոսկվայում բանի ժամանակ ասես կարող եմ մնաք 3 օր հետո Լովչև կար Սպարտակ Մաստակի, իսկ կապիտան Կաման էր թիմավակեր, լավ տղա է։ Ասես կարող եմ մնաք իր ծանոթներ շնորհենք, լավ կանյակ բաներ ենք տարել Նիկիտա Պավլոչին, ես էլ վեկալել էի, ասես կտաս Լովչևին։ Այդ սրահում մոտ 200 հոգի Պետդումայի ժուկով բաներին եկե 75 այդ ֆուտբոլիստի կատարմանը։ Ֆետիսով բանը դե Պետդումայի 2-3 սեղան այդ մեծ մարդիկ են։ Ալիբիսկի չեմպիոններ, տարբեր կոմանդների ֆուտբոլիստներ, Պիլգուի, Խիզիատուլին, Սյոմին, в общем, մի հոյակապ տղեկ էլի։
Տարխանով բանը դե լավ տղեկային էլի, որոնց հետ այն դերասաններ դաժե կար Գոլուբի ֆիլմի մեջ Միխայլովը, որ մեծ սիրով հետո այդ տղան որը որ վարում էր, ինքը պարատ բանա վարում, շբոյով շեք տղա, ինքն էր լավ Լովչևին գովեց լեգենդարնի սովետский спортсмен, ինքը սովետի վաղ աղաց էլի, շատ լավ բաներ ասեց, մեկ էլ ասեց минуточку внимания, зали ուշադրությունը, в зале находится легендарная армянская шешта, армянская команда Ажат 73, во главе с Никитой Павловичем Симоняном. Дорогие, поднимитесь на сцену. Միատե շուրը կար, Նիկիտաշկա, պատնիվից նա սենու, աշկերս լծվավ, հային ոնց են մեծարում, Նիկիտաշկա, էդի պապային են ասում, էլի ուրիշ մարդու չէ, բարձացանք բենի վրա, ինքը որ ասեց, որ տարածնես, ես Լովչևին ես խոսացի, որտեղ Նիկիտը Պավլովիչ ասում է, դու ուժեղ տղա ես մտնեմ թևդ, էլի, ես ասի նստեմ, գլխից նստեմ, տանեմ, դու այդ մարդն ես, որ իմը մորան, այդտեղ վանժանակ, որ տվեցի, ասեց, Поприветствуем, ребят, երևանский чемпион, который 3 года нас գլամիլ, էլի, սենց կատացրեց, սենց շարժումներ չարեց, էլի, որ վաչը։ Ոտի վրա 10 րոպե Մոսկվայի ռուսները ծապ էին տալի, Արադ 70 լեգենդարն է արմյանская կոմանդ, որ 50-ամյակը Մոսկվայում կատարեցին։ Ես չեմ անում, ով ոնց ուզում անայի, ու էլ եմ շնորհակալ, որ էլի ստացվավ մի պահ, ես կվերադառնամ տրան մի քիչ հետո, Արտուր Սողոմոնյանի հետ կապնված Նիկիտա Պավլովիչի հետ։ Հոֆելային ասի ոնց ստացվավ, որ ուզեր Դարիկ Ավալենկոն ինձ հարցում էր, մեծ աղբերս Ալեքսանդր կա։ Ասում է Սիրոջ ջան, ոնց եղավ քեզի հայ տվին, ասի հային իմ նման սիրի, քեզի ամեն ինչ էլ կտան, հային պետք է սիրես, հային եթե միջալոց նայես, քեզի ոչ մի բան տեղ չէ, հայ հպարտ ու հաղթող ազգ է։ Իմ տեսագետն է դա։ Ու որ արդեն ամուսնացանք, մյուս տարի արդեն աղջիկս ծնվավ, երջանկության արդյունքները, այդ որ կա ասում են, խիա, որտեղ երկու աղբեր ենք, անդադ գարմաշտում ենք իրար, էլի որ աղջիկա տունը փուճուրիկ շատ լավ։ Պարոն Բանդարենկո, ինչը ձեզ միանգամից գրավեց կինոֆիլմի մեջ, որն էր այն առաջին, այսպես ասած, կայծը, որը գրավեց եւ դուք ինքներդ ձեր մեջ որոշեցիք, որ հենց այս կինն է լինելու, այս աղջիկն է լինելու իմ կինը։ Ես ընդհանրապես որ ասում եմ դժվար ապրող ընտանիքից էի, մամաս բանը, ես ուզում էի մի հատ ամուր ընտանիք լի, որ համ պապալի, համ մամալի, ինքը միանգամից ինձ գրավեց այդ իրա խազայսկի գիտեք որնա, որ ընտանեկան մաքրի, ընտանեկան մաքրի, լվա, հարթուկի, բանան էդի հասկանում եք, ես էդի չունեի, դե մամայի խոմ չէի ասի, մամ ջան, հարթուկի սարուշկես կամ բան, ես էի հարթուկում չէի կարում, ասինքս մի քիչ կարում էի, ամեն ինչով, ոնց որ ասենք Աստվածը կամեցա, որ ինքը լներ, ինքը Զանգեզուրցի է իր բանով, կոտուկ հայ, ես տենց եմ ասում, որ լավ տեղերն է, պինդ տեղերն է հայկական ապրում, ես ու գիտեք ոնց է, մի անգամից մեր մեջ բարի բանով գնաց էլի, մեկս մեկին զիջելով, չկար որ ինչ-որ ջաղայնանայր, ինչ-որ մի բանի վրա, ամեն ինչ էլ կյանքում տեսել էի, ինքն էլ ընդունեց այդ ձևը, որ տենում է, ինձ դարովի տղա եմ, բայց վարության մեջ ալ, միջով իմի ինքը չի լսեն, որ ես գորրամ կամ բան անեմ, միջով մի խանութ ենք մտնում, ինչ-որ մի բան դուրը գալիս է, Սերգեյ ջան դուրս գալիս է, մի անգամից առած ջան, որ հետո չփոշմանեմ, չնստեմ մի տեղ ու վանգամ էլի, ոնց են ասում տենց, ինչ-որ տխուր պայր ունենամ, ավելի լավ է քանի կանք, եսի, դրա համար ինձ մեկ-մեկ ասում է Սերգեյ ջան, բա Մարիշան աղջիկդ ու Արան Ամերիկայում են, դուք եկաք ստեղ բան, դու չէր կար ասենք, որ ասում էր ես շատ եմ սիրում, խի չէր գա, ասի առանց պապայի մեծացա, ես էլ էի գա, այստեղ ինձ ասված կպատաժեր, ես երեխեքին օտարության մեջ թողի, ուրիշ բան իրանք Հայաստան մնային, ես էդ այնտե դո էշի գործ կանեի, կօգնեի, բայց հակառակը ստացավ, հետո իրանք շատ ճիշտ հասկացան ինչն է պատճառը, դե ֆինանսական բաների հետ չէր էլի, ես այդ մտնոլորտը չէի կարում, Ամերիկան ծաղկուն, մոշնի ուժեղ պետությունը, Աստված ինչ որ կա իրանց համար է, բայց ես
այս ժողովրդի բարությանը, այս ժողովրդի կրթությունը, այս ժողովրդի փողոցումները 11-ին էթմի օպերայի մոտ նստում էի, կինս էթմի Չիրոմուշկա բարեկամների մոտ, ես իջնում էի օպեն լճի մոտը, ջեզվե կաֆե կար, կոֆե խմում, նստում էի նստարանին, սեսնայում էի 11-ից կես հայ աղջիկը կալյասկով երեխուն մանատալճի չկա աշխարհում այդտեղ, որ ժամը ես միացյալ նահանգներից եմ եկել, ժամը 6-ից հետո փողոցները մարդ չկա, վախի մթնոլորտ է, ես չեմ սիրում այտենց, ես սիրում եմ այսպես ոնց որ կա Հայաստանում։ Պարոն Բանդարենկո, առհասարակ կա այսպես ասած տարածված տեսակետ, որ տարիքի հետ այդ սերը, այդ վառ զգացմունքները կամաց վերածվում են հարգանքի, բայց դուք ձեր օրինակով Տիկին Օֆելիայի հետ ապացուցում եք, որ հակառակը սերը տարիքի հետ ել ավելի է ամրանում եւ ուժեղանում փաստորեն։ Երևի այդ ով որտես բաներ գրում է իր բատարեկեն շուտ անասը երևի էլի։ Այդ կյանքի բատարեկա է կոչում։ Մարդը եթե բարիալը, մարդը եթե կամեցողալը, եթե մարդը ընտանիքա սիրում, անգերա սիրում, կնոջնա սիրում, երեխեքին համար, դու ում ասես որ ոնց կարաս դու էդի մեջը թուլանալը մենակ կլեն ժամանակ եթե դու հրաժեշտ տաս, ոնց որ սա մարդիկ իր տարիքը գալիս է, եթում են կյանքից, այս մեր ընկերներից վեկալած էլի, որ մեկը չեր ուզեր երկար ապրել, իր ընտանիքի կողքներ, բայց այդ մի բանն է, որ ոչ մեկը կյանքում չի կարա կայնացնի։ Դրա համար իշքան որ կաս, պետք է սերը տա, պետք է ջերմությունը պետք է տաս, նվիրես իրան։ Որն է սերը կենթանի պահելու ձեր բանաձևը։ Սերը ամեն ինչն է։ Մի բան չի, որ ասենք ես դուրը բացեցի կամ ոտի կայնա, կինս նստա, ոտի կայնա, դա սերա նշանակում չէ։ Հատամները ծխմաս պետք է բաներ լի, տեսեք, ես որ իմի ասեմ, ես իրա ցավը տանեմ, կյանքի մեռնեմ Օֆելիայից։ Ես տունը ես 80 թվին եմ ստացել, 79 թվին, չեմպիոն, արծաթե մեդալակեր, օլիմպիական զբորնի հաղացող տուն չունեի։ Չերոմուշկայում այդ որ ասեմ բարեկամի տուն, ես իրաց ցավը տանեմ։ Մի հատ դեմքի բանը չփոխվավ իրանց։ Ֆոլին կամ դիվանին քնում էի, բայց դաշտում ինձ մեկը գիտեր որ Ժպիտ Սերգեյն ասում։ Հարաս Ամերիկան ասես պապ ջան, քեզ ասում են Ժպիտ Սերգեյ Ասիազի ջան, ստե ռեսավիկ շոֆեր եմ դառել, Ժպիտ Սերգեյս է, չեմ ասում այդ ավտոյետիշն է, որտեղ ծնողները Նիվանդանոց երեխեքին դբրոց, ով պետք է տաներ բացինից, այնտեղ չկա այդ լավ ջաջան, լավ բարեկամը որ տանի, որտեղ սա գործ են, այնտեղ գործը չտաս 2 րոպեն կանեն, դա համար այնտեղ ուրիշ մթնոլորտ է։ Պարոն Բանդարենկո, այ ձեր հարուստ կենսագրության, հաղթանակների այսպես ասած մի շքերթ է, հա, եւ ընտանեկան կյանքում, եւ գործնական, հա, ոլորտային, բայց այս ամենով հանդերձ կա մի բան, որի համար ափսոսում եք, երբ հետ հայացք եք նետում եւ այս մի դրվագի համար մտածում եք, որ ափսոսում եք, գուցե այսպես չպետք է անեիք։ Գիտեք ոնց է, դա երկրորդական միտքն է կոչվում։ Ես երկրորդական միշտ շատ քիչ եմ ունեցել։ Ես կայուն եմ, ադնալուբ եմ, էլի, միասեր։ Մի պահ ստացվավ, որ 76 թվին Մարգարովը առաջարկեց ինձ, ես 27 տարեկան էի, առաջարկեց փոխարինողների մարզիչ։ Ոչմ, դա ոնց ասեմ, այդ արանքում խառնվան, բանեղան, բայց ասված կար վերևը, երկրորդ շրջանը գարուն աշուն էին աղում, աշունը վատ գնաց, էլի նույն ձևի ասեց Սերգեյ ջան, դաշտ, ես էլ հիվանդ եմ ֆուտբոլով, էլի հիվանդ չելի, ամեն ինչն է ֆուտբոլով, ուրիշ մասնագիտություն չունեմ, ոչ երկի չէ, ոչ ինչ-որ բան։ Ու Աստվածային ստացվավ, համ գոլեր խփի, համ ոնց որ եկանք հասանք ցեսկային, երկուսից մեկը պետք է բարձրագույն խմբից թռնի, տեսեք ես այդ խեմ ուզում պատմեմ։ Վերջի րոպեներն էր 0-0 ժամանակ ցեսկանից մեր պլյուս մի գնդակ ունեին ավել էլի Նիչայի ժամանակ դաժե 150 հոգի գեներալներ էին եկել ոչ թե կրակելու է որ դադավորը բան ազնիվ դադ էլի հաղը անկյունանից պատա չեկավ գլխով Պալեշտեվի Ղասաբոնյան Սամվելը դադար դարբասին խփեց վրատարի կողքից պաշտպանը քսվավ 0 հանեց այնտեղ 11 մետրանոց էլ ոչ մի աստված է բայց 0 մաքուր պաշտպան աղած Մինասյան հարուտուն էինք տենց ողորմ իրան Ֆրանսիայում մահացավ լավ պատանի տղա էր ինքն էր այդ երրորդ սերունդս էր այդ որ աղում է արդեն 76 թվին երրորդ սերունդն էր ինքը խփեց դարբասապան բռնեց
բայց դադավորը չվախեցավ, ասաց կրկնել, շուտ է գնացել դարբասաբան, խախտում արե։ Սաղ տղաները կենտրոնից էան են, ոչ մեկ չի հետեմ խփելու։ Ես պենալ խփող չեմ, ես կարամ պատը խփեմ, փլեմ, ջարդեմ, բանանեմ, ուժեղ ուդար ունեի, բայց պենալ չեմ խփում։ Էդի տես բան կար։ Բայց որ ցույց չտաս, որ վախմես, ես գնդակը վեկալա գնացի 11 մետրանոցին դրի ասի, տամ վարոտարին սպանեմ։ Ես տամ գնդակում էլ բանով մտնի վարոտի մեջ պրսնենք էլի։ Կամանակ վիշիլի գա։ Դադավորն էլ ինձ շատ հարգում են, ես կոպիտ տղա չէ, ես պինդ էի, բայց բան չէ ձեռով խփեմ կամ գլխով խփեմ մեկի երեսին, տես բանը չկար։ Մաքուր խլել է ամենաճիշտը գնդակը մնում է մեր մոտ, որ կոպիտ խլում ես իրանցնելի գնդակը, չարչարանքը ձերո է։ Դադավորն ասեց Սիրոժինկա ասեց, եթե խփեցիր կապավ դարբասապային գոլ մտավ, գոլ չի։ Ես կապավ իրան հաղը պրսնում, հարասում ես ինչ պատիժ երարա։ Հերիք չի պենալ չեմ խփում, ես էլ ասում եմ կապնի վրատարին գոլ չի եսի։ Էդ ինչ պատի յուվելիր ես, բայց հաստված եկաս, ասես բանով ասի, բան վրատարելը չխփած ինքը գնաց էսյան ես հակառակը խփի։ 5 վայրկյան հետո այս ոտերից կատկատոցից սենց ձեռները սենց հավաքվավ, ասի մամ ջան ցավը տանեմ։ Հարևանները մամայիս կուտեին, որ չխփեիք, ասեն խախոլը չխփեց, թռավ դուս արարատը, պայծառ արարատը թռավ տեսակին, բայց տղաները չեկան խփելու։ Այսինքն ամենուր ձեր ոգեշնչման աղբյուրը ձեր մայրիկն էր, պարոն Բանդարենկո։ Մայրիկիս բամբուլի նման ոնց եմ պահում, այսպես բամբուլը ոնց է։ Ստեղից որ գնացինք, մեր տուն ոչ մի անգամ սպորոմից չի եկել։ Իրան տրանիշտի ներվ ուներ, դեմքի ցավ ուներ։ Ստեղ լավ բժիշկներ կային, բլակադային անում։ Ես իրան գրգաս տանում էի։ Այդ զարգացած երգերում 320 միլիոն մեջ մեկը չկար, որ մեր դուռը բաց էր։ Սերանցի ապեջան, մամային գրգաս տանում էի բժիշկի, ճիշտ է 90% հայրում։ Բայց չկար էդի, որ կոչվում է Հայաստան, չկար։ Գոռոզացել էին, ինչ էր եղել չեմ անում, բայց շատ բաներ կար։ Դրա համար իր մանալից հետո որ եկանք տուն, շատ բաներ չպատմելի։ Մարդիկ կային շատ ցավակցական ռեստորանով, բանով եկանք, ես ու Օֆիկն էինք կինս։ Կոֆեն դրեց ես հերա բալկոն, սես մի հատ ծխեցի, մի հատ ոռնացի, այն ծառերն էլ հետ գնացին, այն հոմլեսներ կան, այն ծառերի տակ քնում են այդ անտեր շաները։ Սրանք սաղ փախավ, Օֆիկը վազելի Սեգե ջան, ինչ ասի Օֆիկ ջան, մենություն։ Որտեւ ես Հայաստանում նես տղա է, որ շատ էի գնում էլի։ Ընկերոջս պապանական բան, էդի չետամ, էդի մամաշ սատանի քայլեր էլի, ոնց կարամ չետամ ընկերոջս հետ ցավը տանեմ կոֆե խմես։ Ցավը դիշտը կիսես էլի։ Այդտեղ նոր զգացի, որ ինչ բան է, չնայած այնտեղ ասում եմ հոյակապ էլի մարդիկ կային, բան կային, բայց ազնական իմ մեջ իմ ազնի մաման ամենասուրբ բանը աշխարհում որ գոյություն ունի, կին երեխայից բնական իմ կյանքն է, բայց մամայի ներկայությունը, որտեղ ես ավտոյով որ դուս է գալի, մի ասեն շուռ է գալի, տան լուսամուտից ինքը նայում է։ Հետո խոսքը մամանի, մենակի մաման չէ, ես շատ եմ նկատել լավ մարդկանց մոտ լավ մամա, որ բալես, հասկեր բալես էս արա, մաման որ չկա, դու բալա չես, դե ղոճամարդ ես դառնում։ Եթե սաղ արդեն դու պետք է մամա, պապայի, բանի դերերը տանես։ Շատ շնորհքով նորմալ ես Օֆելյան մեզ ասինք ծնողներին կբերեք, պատճառը իշներ է տալու, որ ընդ բուժեն։ Միացյալ Նահանգներում բուժեն, քուրիկը շուտ էր ամուսնացել, այնտեղ էր Ամերիկայում էր։ Գնացինք, երեքին թաղեցինք, ու եկանք, այս տունը, որ ասի, որ 70 թվին ստացա, Օֆիկը չգիտեր, ինքը Շվեյցարիա էր, Զանգեզուրում էր, մամայի պապան այնտեղ էին ապրում, ինքը ստեղ համալսարան ավարտեց, կարմիր դիպլոմով, ամեն ինչը նորմալի, խելացի, նորմալնի աղջիկ։ Ինքը որ եկավ, ես հասցրեց, որ եկանք, Եղշացյան կար թիմի պետը, Բեցայի վաղտ, այդից եմ ասում, տեսիք ինչ սկսվա, Բեցան ասեց, Սերգեյ ջան, տուն չունես, դուռը խփեց, դվին դուր ասենք, հենա շենքա այդ վաղտ փլվավ երևի էլի։ Գնաց հետ եկավ ասեց, հենց իմի գնում ես ձենից, շախտյոր, տարպեդո, ստենդե էլի, խոսացել եմ 24-ը ձեր են տալի, 24 ավտոն, 4 սենյականոց տունը կտան, պատրաստի ֆուտբոլիստ ուր ես, ասի խնդրում եմ դուսար էլի,
Դեպասեց ես ռուսերեն լավ չեմ խոսում, ինձ հրավիրի ձեր տուն, չայ մուրաբա խմենք։ Միակ մարզիչն է, որ ես ոչ խմում, ոչ ծխում, դա հետաքրքիր բան է, էլի, տես մարզիչի մոտ չես կարա։ Անդե սիգարետ ծխես, ինքը վրաս կզգա։ Այդից որ ասի տուն չունեմ, ինքը գժվել էր։ Ու Եղշացյանին ինչ որ բան խոսացին, ինձ բերեց տեղ մի տրակտոր փոսա փորը։ Ինձ ասեց Սերգեյ ջան, որ հարգես ուզում։ Կատաղային ամենավատ կատաղությունով ասի Անցի դուրակի է շիտեղ եք դրի ասյար էդ ինչի տեղ դրի փոսեն փորեմ ասում որ հարգես տուն ուզում էդի գոնե շենք հլի տենաս 4-րդ հարգես 3-րդ հարկ շատ երկար չեմ պատմում գնացինք հաղերի ինքը ասաց ես չեմ գալի Եղշացյանը նաչալիկը մնաց Կայրաթում կրեցինք Վախտակուրում կրեցինք Ալգա Ֆրունզեին դուսը կուբոկի հաղեր 1-8 ինչ էր այդպես բանով 3 հատ ախնարակով եկանք Այրապորտում Նաչալիկյանց ասում է դենգերս միշտ իմ ավտոն քշում էր ինձ դիմավորը մեր դե արդեն ստարիկ էի կոչում էր այդ յոթավերին արդեն կոմանդում ստարիկ էի որտեղ սաղ տղաները արդեն հրաժեշտ էին տվել ֆուտբոլ ասեց հետս արի եկանք ստե 9 հարգանի 2 հատ շենք են կայնած ես իրան ասեցի 4-րդ հարկ որ մամաս հիվանդ է մամայիս կբերի մի անգամից տեղ էլի ինքը Նորքի մասիվ էր ապրում ես էլ ամանչում էի տա մամայիս թասիվ կա էլի Ամուսնացել եմ երեխակա, մամայի տուն է տա, մետի ոզի չեմպիոն բամ սիրուն չէ էլի։ Մի հատ ձեն չլսա ուֆել այս ցավը տանը։ Ասես մտանք ստեղ, բամորներն անկյունը կայնած էին, շատ սիրուն արդեն ներկել էին բանը։ Բայց ընդ Նաչալիկը ներքև բացրեց, որ արդեն պետք է էթայինք, ասեց Սերգեյ ջան, իսկ այդ հոսանքը ալյումինի պրովոդալ է դե պաղինձի։ Ոտով տվի դռան բանը ծռվավ իրա 24 էլի պետական ավտո էր տվի ծռվավ լավա ոտը դուրս չեր անեկը կդրե էլի հարասես իշ գիժ ես արա դու հետի շնորհք մարդ ես արա տուն այդ դոզի ձեռս առնում ալյումինի լիկան դա լուսել չլի մենակ տունելի որ մետնենք մեր տունելի Կանոջս գնացի Կայրանից դիմավորեցի երեխեք հետ ավտո վեգան կասի օֆիջամ մի հատ լավ ընկերուն եմ մի հատ բարձանանք մի հատ կոֆե խմենք նոր եթանք Չիրոմուշկա բարձացանք մաքուր տունը ես էլ տարանքում էլ ստենկա մեբելի ունենք արա հայերի ցավը տանեմ խոնարհում եմ ձեր դեմը ձեր կյանքին մեռնեմ որ այդ իշ մարդիկ էին ինձ ռաստ հանդիպում կյանքում էլի որ ինձ որ սկսեմ երևի 3 օր չեմ կարա վերջացնեմ մենակ անունները տալով Կարլ Լևոնը չէի միստեղ Ոչեմ արտակարգ մի հատ մարդ, որի միջոցով ես մեծ շրջապատը մեջ սպորտսմենները չեմ ասում, ամեն ինչը։ Բայց այդ ժամանակ որ մտանք դիվաներ, բանես այդ օֆիկս ասեց, ինչ լավ տուն է, ռանք ասում գոնե մի անգամ բնենք, ասեցի մեր տունն է, էլի գարգինք իրար 5-10 րոպե լացում էինք։ Երջանկությունից էինք լացում, ոչ թե ինչ որ բանից, որ Հազայքեն որ եկանք այս տունը 25 տարի, 27 տարի այս տունը մարդ չկար, պոլերը ճմրտված, պատերը ես իմ ինչ տեսեք ինչ արին, հայ տղեկ էլի եկան ընդելի կայնած էին արա ես ինչ արի եկան դե ասում եկի ծածա ինչ են կարի ասի արա լվիկի տունն եք սարքի ես կարամ ստե աբրեմ արա Հոֆիկին բերեցի ինքը նայես է խազայքեն մնեմա խազայկա գիտեք նրանք ես գնաց կուխնյա կոֆե անդանի ես արդեն իրա տունն է գիտես էդի տրանից մեծ երջանկությամբ մասնիկն էլ էտա արդեն բանում ինի բայց երեխեքն էլ գիտեին ցավը բայց իջանք այս անկյունը կաֆեի կողքը Հոֆիկը կայնասը Սերգեյ ջան ես չեմ ուզում հետեթա Հարագությունն ես Ղազարյան կորե հարագությանը գնացի Խաշմիրուկի մեջտեղ ու հայկական պարել չգիտեմ ձերթատալ գիտեմ էլի պարում է սինգալ են տալիս Սերգո ջան ինչ աղեց հավը տանում ասի արա տուն եմ եկել ես հա տունես ես չեմ կարում պահեմ մեջ էմոցիաները չեք կարողանում հա մաքուր եմ ու ոնց ուզում եմ ունի ես այտենց եմ Պարոն Բանդարենկո եւ վերջում ամփոփելով մեր զրույցը ունեք շնորհակալական խոսք ում եք երախտապարտ շնորհակալ այն նրա համար ինչին որ հասել եք այսօր բացի ձեր լուսահոգի մայրիկից բնականաբար Էդի ամենա ծանր ու ամենալավ հարցն էր ես շնորհակալ եմ Աստծուց շնորհակալ եմ իմ կնոջից իմ երեխեքից իմ հարազատներից իմ ընկերներից իսես բանը որ ասենք հիմի տեսեք այդ հարցը ես պետք է անպայման վերջացնեմ ու դուք կզգաք ով է դրա մեջ մտնում Նիկիտա Պալվիչի մամար ես ռուսերեն եմ ասում Սվիտոյացեց դու սուրբ մարդ ես իմ համար Նիկիտա Պալվիչ հայցակային աշխատեցիր մեր շատ երկար չաշխատեցիր Բաքու բանը
անես խորը հետ կա թողե են ամենահամով, ամենակիրթ, ամենալավ փափուկ գրագետ մարդու հետ որ աշխատես, հետո գիտեք ինչ հաջորդ չէր մանում, տեն ովքեր շուտ է տանք, մի ժամ շուտ են գետը, որ իր մի քիչ կոներ։ 99 տարին լրացավ, 6 տարի հոկտեմբերի 12-ին։ Բայց որ քանի Մոսկվայում իրան շատ են սիրում հեռուստները, տեղ ու դադար չկար։ Կազմակերպիչներից ամենագլխավորը Արտուր Սողոմոնյանն է։ Գյունիկի սեփականատերը, ինի Մոսկվայում ինքը լավ դիրքեր ունի։ Ինքը զանգ տվեց, ասեց մի շաբաթ հետո գանք էլի, որ մենակ կոմանդի տղաներով ու Նիկիտա Պավլիչետ ու մի քանի հոգի մարդ կավելանան, դե հայկական բնական էր։ Հետ ինչ պայմաններ է ստեղծում, ինքնաթիռից է, որ նստում ես 4 մետր կողքդ մարշին նստած էլի, 15 տարի թռել եմ, այդտեղ չեմ նստելի, միշտ եմ պոչերում, բաներում ընդ թափ տալու։ Գնացինք, որ Մոսկվա ամեն ինչը նորմալի անցավ, 3 օրով էին գնացել, ստից որ գնացինք Էլինուզևի նույն խումբը, Մարգարովեզիկը, Տարեկայինով ասում, Մեսոպյան Նորիկը ես, Սիրոժա Պողոսյանը, մի քիչ հիվանդեր, ինքը չկայացավ գար, էլի Սամվել Պետրոսյանը եւ Ալբերտ Սարգսյանը։ 5 հոգի, մեկ էլ Աշոտ Մանուկյանը, Թարլան էինք, ասում էի ադմինիստրատորը, մեր թիմի եմ չեմպիոն թիմ։ Գնացինք սրահը որ մտանք, մի հատ հայի հոյակապ ռեստորան էր։ Հիմի անունը չեմ կարող հիշեմ, էլի հայա տերը, Արտուրի հետ մոտիկ, մի սեղան հայկական մարդիկ էին, տարես ֆուտբոլը սիրող, այտենց հասկացել։ Ու մենք էինք ընդ Միրզոյան Սաշան ընդ ավելացավ մեզի 75 թվի գավաթին, որ ֆինալում մաղացել է, ինքն էլ միացավ։ Ու էլի Լովչևն եկավ, Արխանով եկան մի քանի ռուս տղեկ, որ Նիկիտա Պավլիչին իրոք սիրում էին։ Ու շատ պրիատնի բան։ Ու ամենամեծ սուրպրիզը միջով Նիկիտա Պավլիչին տինել Շավարժ Կարապետյանը։ Հեր մարդը ոչ թե Մալիբուի փրկիչներ, այ մարդկանց կյանք փրկիչ է, որ ինքը բազմակի չեմպիոն միր էր, պատվոտնի պլավնեն, ջրի տակի բանով չեմպիոն միրը Եվրոպայի ֆսկատը։ Աղբոր այդ Վասկովետում էին, այդ Երևան լճի մեջ ավտոտրոլեյբուս ընկավ, լուսամուտները գցին ջարդես, բանարես, մարդկանց հանես, կդրտվավ, բան եղավ, սպորտը դրանից հետո շատ ծանր մեռնելուց բրծավելի, արյունի վարակում բան եղավ այդ կեղտոտ ջրի մեջ։ Այդ մեծությունը ու մեր ընդհանուր ընկերուն ենք, տեսեք ես որից եմ գալի, Լյովա Կարապետյանը, որ հետո դառավ Ռեսպուբլիկայի Ուգրովսկի պետը, ինքը բիվշի բարեց տղա էր։ Շավարժ Կարապետյանը ու իմ խաչքավորն էր, երեխեքիս, Մարինայի իր Անդե որ տեսանք մենք գրգռել էինք, ոնց որ 30 տարի չի անցել մեջտեղ էլ, դե ինքը Մոսկվա գնաց ապրելու, շատ ջեր բան եղավ, դե Նիկիտա Պավլիչյան ասում, գրգվանք, բան եղանք Արտուրին, բանը, իրան ու տիկնոջը եսին օֆիգի կոմիս լավ մի հատ ացելիկ են ասում ինչա, ասի Արտուր ջան, կյանքումս չեմ ամանջի, խոնարհվում եմ քու դեմը, քու նման մարդու դեմը, հանակ չի այդ մարդկանց վերեսնդե հուրանոցա ուտել այն է սա վիշի կլաս, երևի արտասահմանի տղեկը տենց բանի, որտեղ հարգանքը սիրո հետ էր, ամեն ինչ այդ, ու Նիկիտա Պավլիչյան դեմ մի կտոր կտավ ասեց, Սիրոժենկա ասեց, Мне, знаешь, я золото высшей пробы, 99 տարեկան եմ, 9 համար էլ հաղացել եմ, ասի, дорогой Никита Павлович, а у меня карты выпали как, мне 77 лет, и я 7 номер, 3 семерки. Смотри, встретились 2 одиночества, Գերգվանք, ոչինչ, չհասկանալիք, չպատկերացնելիք, եկել ենք Հայաստան, սես չեմ կարում, համայթեն տղաներ էլ չկան էլի, որտեղ զանազան են բանի, դա իրան կկլեն բնակը, կիսվես էլի, որտեղ լավ բան անպայման պդի կիսես, պդի տարածես, որ մարդիկ լսեն իմանան, որտեղ մարդիկ կան, որոնք կարում են հասնուն, ստեղ Հայաստանում էլի կրկանում եմ, Կարլ Լևոնի Շարապետյանը, կա հոյակապ լավանգերներ, Հակոբ Պոտիկյանը, Էձիկ Եղազարյանը, իմ դասընկերները Էրքս Արմեն Արարատյանը եւ Նորիկ Սիմոնյանը, իրանց կանանց հետ, իրանց բանով, ել չեմ ասում, որ Վարդան Աբովյանը մեր իլյուզիոնի թաքուին, հարևիկի հետ կնոջ երեխեքի հետ կլասելի, հատ մարդիկ են մնացել, որ սրդանց ուզում ես, դե որ Կարլ Լևոնը ասում է, պատկերացեք իշ մի խումբ մարդկանց հետ եմ ծանոթացել, ինչ երջանիկ եմ ես
հին մարդկանց հետ, որոնց շուտ բանը չի տեսել հանդիպում են, նույնն էլ կատարվում էր Միացյալ Նահանգներում։ Այդ մի կյանքի մասնիկն է, որ ես կյանքում չեմ ուրանա ասեմ ամերիկան բան չի ինչի։ Ինքը շատ ուժեղ մոշնիկ է, օքի, ամեն մարդը իր ճաշակն ունի, իր ձևն ունի։ Ես դժվար է այդ դրայդ, մենա ֆինանսական բան չի, այնտեղ Կարբոյան Սամվելը իր մեծագույն ընկերությունը, այնտեղ մեծ հայկական կռուկ կա մի հատ էլի։ Իր կինը Տիկին Մարետյան, բժիշկներ կան այնտեղ, որ ազիս մարդիկ են, սպոնսորներ, գիտեք, սպոնսորներ, առանց սպոնսորի կլուբը դժվար է, բայց Լյուսիա դաշտի փողը պետք է տաս։ Հետո ես խորամանկություն արեցի այդ կլուբը, որ բացեցի, կոնտրակտը պետք է տային ինձ։ Գարացել իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ինչ լեզու ասես կար, հայերեն չկար։ Ես էլ վեկալա, ասենց լուսամուտովա բացեցա, հիմարները վերև նային, ես էլ հայերեն սիրուն անգլերեն գրեցի, արմենյան, տիշկեն դրեցի, graduation, շնորհակալ, փեչատը դրին, գնա արմենյան։ Արդեն գարասմեն չկային, որ ասում է սևական բերի, մեքսիկ բերի, Chinese բերի, չեմ ընդունում։ Հեսա, only Armenian։ Մենակ հայեր։ Էլի տեսեք հայասիրությունս, դաժե իսկան տեղը կար։ Այդտեղ կար Հայկ Էլեջյանը, Անդրանիկ Կոզանյանը, Գագիկ Թամրազյանը, Ռոբերտ Օգլախչյանը, դոկտորն է, դոկտոր Ազիզյան, դոկտոր Հայրապետ Հայրակելյան, վայ, իշքան որ ասեմ չի վերջանա, ես իրան ցավը տանեմ։ Երկիշներ, Զախարութը, այնտեղ Չուկոն, Բուրչոն, Պապին Պողոսյանը, որ մեկին որ չասեմ կներեք ինձ ձեր ցավը տանեմ իմ աղբերներ։ Չտեսնված լավ մարդ է, չտեսնված մեծ կոմպոզիտոր է, Արա Գևորգյանը, որ իմ երեխեքը որ եկել էին Ամերիկայից, Օֆելայից մենք իրանց տուն Ղոնախ էին գնացել, մեծ հաջիկ ստացանք, որտեղ այդ մեծ մարդկանց հետ որ շփվում ես, զգում ես, որ ամեն ինչի շնորհակալ պատիլնես, որտես լավ մարդկանց հետ շփվել ես։ Շնորհակալ եմ Աստծուց, որ այդ մարդիկ կան իմ կյանքի մեջ եղել են ու կլեն։ Մենք էլ ենք շնորհակալ ձեզանից, պարոն Բանդարենկո, շնորհակալ ենք այսքան հայրենասեր լինելու, այսքան հային ու հայ ազգը այսքան արժևորելու, հայ ազգի պատիվը մշտապես բարձր պահելու եւ այսքան եռանդուն, այսքան կյանքով լեցուն լինելու եւ մնալու համար։ Շնորհակալ ենք եւ խոնարհվում ենք ձեր հաղթանակների առաջ, ձեր մարտեսակի առաջ։ Իլոնա ջան, շնորհակալ եմ ցավտանեմ։ Ես իրոքը պարտանալու տեղ ունեմ։ Առաջինը, ես շատ եմ շնորհակալ ու սիրում եմ հայ ժողովրդին։ Աշխատել եմ, ծառայել եմ, ինչ որ արել եմ հայ ժողովրդի համար, ես ոչ միտեղ չեմ գնացել։ Հրավերները ստանալով, մյուսանելով իմ հանգրվանը ոնց որ ասեց տեղա իմ սիրելի կնոջ հետ ու շատ շնորհակալ ենք Իլոնա ջան քեզնից, Արամ ջան քեզնից ցավը տանեմ ձեր, որ դուք էլի մի կտոր քիչ ասեք մարդկանց, որ էլի արա 70 մի մասնիկ է։ Առանց մեր հիշեցնելու էլ պարոն Բանդարենկո եւ վստահ եմ, որ բոլորս հենց լսում ենք Սերգեյ Բանդարենկո անունը, բոլորս մի այլ կարգի հպարտություն ենք ապրում, ցանկացած հայ գաղտնիք չկա, պետք է բարելն ես, որ մարդու հանդեպ բարես, այդքան դեպքեր կա, որ տատի է հանդիպասը, Վալիկ ջան 100 դրամ կտաս 2000-ը տվել եմ, կողքից խոսակցության բանը, Սերգեյ ջան, հերիք չէ լավ պար람ներին փողես բաժանեմ, մասի պարը չէր մամաս էր, եթե 3 տղեկը չզողվեին, մի թաքուի կաբրեր, Շո ձենը կադրում էին ու ասել կյանքում ինձ զանգ չտակ, ես սատանա չեմ սիրում, միշտ իշքան էլ դժվար մնա մարդ մնա հարգի ու կհարգվես, ես հայ ազգի ցավը տանեմ։ Ամենակարևոր պաշտոնն է մարդ մնալը։ Շնորհակալ եմ պարոն Բանդարենկո։ Շնորհակալ եմ ձեզնից։ 73-ի տղաները, ոսկի տղաներ ինչ ասել ենք, ես էլ իմ ազնական սենյակն է, գնդակները ֆուտբոլից Արտուր Սողոմոնյանի կողմից տված 150-ամյակի, 30-ամյակին է, ստեղ Մյունխենի Բավարիայի բանը կա, ստեղ իմ նվիրջ պետական նշաններ են, վաստակավոր ֆիզկուլտուրայի սպորտի,
բայց ինքը ասեց, ես ավելացնելու բան չունեմ։ Ուղղակի չգիտեմ, իրար հետ հանդիպեցինք ծննդյան օրել։ Ոնց որ դա եղավ սկիզբը մեր հանդիպման և շարունակակը, մինչև հասանք մեր նպատակին։ Ես շատ գոհ եմ, որ նման ամուսին ունեմ, և ամուսին, և հայր, և ընկեր, չգիտեմ, և հայ ազգին սիրող, և շատ գոհ եմ իմ կյանքից, մեծատառով հայ ամուսին։